Իսկ կարևոր է, որ մարդիկ գնան քվերքեն Սամվել Կարապետյանի նման ուժը Հայաստանի Սամվել Կարապետյանի նման մարդ ով ունի այդ ուժը ու ունի ազնվությունը շատ անկեղծ ասեմ ձեզ մարդ ով ահռելի կապ ունի հայ ժողովրդի եկեղեցու հետ հայ ժողովրդի պատմության հետ եւ սիրով է վերաբերվում որ կանգնի հայ ժողովրդի կողքին որտեղ այդ հանդիպման ընթացքում որը Երևանում տեղի ունեցավ ոչ ոք Հայաստանի շահերի պաշտպանության դիրքերից հանդես չեկավ Հայաստանի տեղը սեղանի շուրջ դատարկ էր մեր պատանդները ոչ միտեղ չկային եկեղեցիների պղծումը թույլ տվեցին որ շարունակվի անգամ առանց մեկ մեկնաբանության այնպես առաջնորդների կողմից ովքեր թույլ տվեցին որ եկեղեցիները պղծվեն մարդիկ են ովքեր ըստ իս կորցրել են լեգիտիմության իրավունքը ես շատ ուժեղ համոզմունքներ ունեմ ես հրե եմ բայց ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչն եմ եղել Ուկրաինայում դեմ Սելենսկու ռեժիմի կողմից ահավոր բռնաճնշումների վերջին 3 տարիների ընթացքում ես այնքան տարեցեմ որ ուղղափառ եկեղեցուն ներկայացրել եմ սովետական միության երբ փորձում են եկեղեցիները վերցնել Mēs են իրենց հսկողության ներքո երբ խոսում ենք Արցախի մասին երբ խոսում ենք այն փաստի մասին որ ցեղասպանության հուշարձան կա Արցախում որը բացվեց ոչնչացվեց հենց վերջերս երբ Հայաստանում ցեղասպանության քննարկումը լուսաբանում ազգային հեռուստատեսությամբ կրճատվում է ինչը դա որևէ մեկին ցույց տալիս այն մասին թե ինչ ուղղությամբ է այս երկիրը ընթանում ես կարող եմ ասել դա շնորհիվ չպատվել նահատակներին ցեղասպանության ժամանակ նահատակվածներին ավելի վատ բան չկա հետո էլ քաղաքացիական տոն կազմակերպել ու փորձել ցեղասպանությունից ուշադրություն շեղել դա ինձ վատ բան չկա իմ գրքերի մեջ դա ինձ վատ բան չկա բան ինչը երբևէ չի կարելի անել պատաններից հրաժարվել կամ բացել պատմությունը սեփական որովհետև եթե չես հարգում սեփական պատմությունը ուրիշ ոչ ոք չի հարգի ես որպես ավելի տարեց մարդ պիտի ասեմ որ շոկի եւ զզվանքի ապրումներ եմ ունեցել երբ հետևել եմ թե ինչ է այստեղ տեղի ունեցել ցեղասպանության առնչությամբ եթե հայերը չեն հարգելու ցեղասպանությունը ինչպես անես որ աշխարհի մյուս երկրները հարգեն ցեղասպանությունը իսկ ցեղասպանությունը պետք է հարգել որովհետև դա ամբողջ հայ ժողովրդի նրանց այսօրվա վիճակի եւ այսօրվա վիճակում հայտնվելու պատճառների բացատրությունն է ինչու է սպյուրքը այսքան կարեւոր եւ ինչ է Փաշինյանը արել նա պատերազմ է հայտարարել սպյուրքի դեմ Դեպի վերջինս մեծ ուժի, ձեռներեցության եւ աճի աղբյուր է նա իրենց դեմ պատերազմ է հայտարարել։ Ես Սփյուռքի հետ եմ խոսել ամբողջ աշխարհում։ Ես չեմ խոսել մի Սփյուռքահայի հետ, ով Փաշինյանի իշխանության ներքո չվախենա Հայաստանի ապագայի համար։ Եվ այս վերջին ցուցադրությունը եւ Եվրոպական քաղաքական համայնքի ժողովը եւ եկեղեցու կապակցությամբ ընդհանրապես ընդգծում է եւ խորացնում է վախերը, որոնք գոյություն ունեն։ Եվ այս անգամ մատնանշել նաեւ որ ահա որ մի հայտարարություն արվեց կոնգրեսի անդամներից Ռենդի Ֆայնի կողմից, որը հայ ժողովրդի հանդեպ ապշեցնող բռնություն էր, ինչ ասաց Փաշինյանը, ինչ ասաց կառավարությունը, երբ այդ անհավանատալի հայտարարությունն արվեց։ Ոչինչ, եղավ լռություն։ Կարծես ամեն երկիր կարող է Հայաստանին հավաչանել, երբ Հայաստանի առաջնորդը չի կանգնում եւ չի պաշտպանում իր ժողովրդին, իրենց պատմությունը, իրենց եկեղեցին եւ իրենց մշակույթը։ Եվ ահա թե ինչու ըստ իս Կարապետյանի այս տեխնացությունը այսքան կարևոր է։ Իսկ ես հնարավորություն ունեցել եմ ժամանակ անցկացնելու ոչ միայն Սամվելի հետ, ում ճանաչում եմ վաղուց, այլև Նարեկի, ով հոգով սրտով նվիրվել է քարոզարշավին եւ որքան լսել եմ նա հոյակապ կարողացել է բոլոր 900 գյուղեր հասնել իր խոսքը հասանելի դարձնել մարդկանց եւ բացատրել թե ինչքան գոյաբանական է այս ընտրությունը
Բավականին անտեսված է եղել հայ քաղբանտարկյալների հարցը։ Բացի նրանից, որ եվրոպացիների նպատակն է բացահայտ աջակցություն ցույց տալ Հայաստանի իշխանությանը, արդյոք այստեղ միջազգային իրավունքի հարցը չէ, արդյոք այստեղից չեն կարող հետևություն անել, որ մարդու իրավունքները, որոնց մասին պարբերաբար աղմկում են եվրոպացիները, հիմա պարզապես աշխարհում գոյություն չունեն։ Մարդու իրավունքներից մենք չեն կարող հրաժարվել, դրանք եղել են եւ կան պատմության մեջ եւ հասարակության մեջ։ Ես կարծում եմ հին ընկերներից մեկն է Մորենո Կամպոն, ով բարձրաձայնում է պարբերաբար խոսում է Լեռնային Ղարաբաղի մասին։ Ինչպես գիտեք, բացասական վճիռ որոշում եղավ ՄԱԿ-ում քաղաքական բանտարկյալներից մեկի վերաբերյալ ու իմ հասկանալով բավական շատ են, բավական փորձված իրավաբանները, ովքեր ՄԱԿ-ի հանձնախմբի նկատմամբ սկսեցին հարձակվում, քանի որ համարվում է, որ այդ հանձնախմբի կազմում կողմնակալ մեկը։ Ես խորապես հավատացած եմ, մարդու իրավունքները ոչ միայն գոյություն ունեն, այլ միայն դրանցից մենք կարող ենք բռնվել, մենք պիտի կառավարություններից պատասխան եւ հաշվետվություն պահանջենք, երբ վերջիններս իրենց իսկ օրենքներին չեն հետևում։ Երբ նման շոու է լինում, ինչպիսին եղավ Երևանում, այսպիսի աշխատանք, որը ցույց է տալիս, որ դա աշխարհ քաղաքական խաղ է, որը որևէ կապ չուներ Հայաստանի ժողովրդի շահերի հետ։ Զելենսկին ձեր շահերի համար չէր այստեղ։ Նա իր շահերի համար էր, իր օգուտների համար էր այստեղ եւ նույնը բոլոր մյուս քաղաքական գործիչների բարակամ։ Հավատացեք ինձ, այս քաղաքական գործիչներից ոմանք շատ ավելի պոպուլյար են Հայաստանում, քան իրենց հայրենի երկրներում։